Ինչու է փայլուն կիրառական գիտությունը, որն այսքան հեշտացնում է կյանքը եւ ազատում մեզ ծանր աշխատանքից, այդքան քիչ երջանկություն բերում։ Պարզ պատասխանը հետևյալն է, որովհետև մենք դեռ չենք սովորել գիտությունը խելամիտ օգտագործել։ Պատերազմի ժամանակ այն ծառայում է միմյանց թունավորելու եւ խեղելու գործին։ Խաղաղ պայմաններում այն արագացնում է կյանքի ռիթմը եւ առաջացնում անորոշություն։ Փոխանակ զգալիորեն ազատելու մեզ տքնաջան աշխատանքից, այն մարդկանց վերածել է մեքենաների ստրուկների, որոնք իրենց երկար ու միապաղաղ աշխատանքային օրը անցկացնում են առանց ուրախության եւ ստիպված են մշտապես դողալ իրենց աղքատիկ օրվա հացի համար։ Որպեսզի ձեր աշխատանքը նպաստի մարդկային բարեկեցության աճին, պետք է տիրապետեք ոչ միայն կիրառական գիտությանը։ Մարդու եւ նրա ճակատագրի հանդեպ հոգացությունը պետք է լինի բոլոր տեխնիկական նորամուծությունների հիմքում։ Որպեսզի մեր բանականության ստեղծագործությունները դառնան օրհնություն, այլ ոչ թե պատիժ մարդկության համար, մենք երբեք չպետք է աչքաթող անենք աշխատանքի կազմակերպման եւ բարիքների բաշխման դեռևս չլուծված մեծագույն խնդիրները։ Երբեք մի մոռացեք սա ձեր սխեմաներով եւ հավասարումներով զբաղվելիս։ Ես կարող էի նաև գովասանական օրհներգ երգել, որի կրկներգը կլիներ կիրառական գիտության այն հրաշալի առաջընթացի մասին, որին արդեն հասել ենք, եւ այն առաջընթացի, որ դուք դեռ պետք է բերեք։ Դիտարկենք միանգամայն ոչ քաղաքակիրթ հնդկացու օրինակը։ Արդյոք նրա կյանքի փորձը պակաս հարուստ ու երջանիկ է, քան միջին քաղաքակիրթ մարդու փորձը։ Կարծում եմ, հազիվ թե։ Խոր իմաստ կա նրանում, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում երեխաները սիրում են հնդկացիներ խաղալ։